բավականին լուրջ հաշվարկված խաղ է։ Այս մարդիկ պատասխան տիտան ու տալու են այդ պատասխանը։ Նիկոլ Փաշինյանը իր այս գործողություններով արագացրեց կոնսոլիդացիոն միտումները հանդիմադիր դաշտում, արագացրեց այդ ծրագրի դեմը չառնելը, վաղը ունենալու է ծանրագույն հետևանքներ։ Լուծումը սա է։ Դուք շատ շուտով կտեսնեք։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, միշտ հաճելի է ձեր հետ զրույց ունենալը։ Շնորհակալ եմ։ Պարոն Զուրաբյան, վերջերս Հայ ազգային կոնգրեսը հայտարարություններ տարածել, նշելով, որ ձեր կուսակցությունը կանգնած է եկեղեցու կողքին եւ վճռականորեն պատրաստ է պաշտպանել մեր ազգային հոգեվոր ժառանգությունը։ Պարոն Զուրաբյան, ինչ է ենթադրում ձեր կողմից վճռականորեն եկեղեցու պաշտպանելու պատրաստակամությունը։ Նախ եւ առաջ մենք ընկալում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այս սանձազերծված արշավանքը որպես հարված մեր ժողովրդավարական արժեքներին, սահմանադրությանը, օրենքներին։ Եվ բնականաբար կա երկրորդ մասը, որ սա նաև հարված է մեր ինքնությանը։ Այսինքն այն հաստատությանը, որը ամենակարևոր դերակատարություններից մեկը ունի մեր ազգային ինքնության ձևավորման գործում։ Օրենքի խախտումը, սահմանության խախտումը ակնհայտ է, սահմանությունը հստակորեն եւ ոչ միայն սահմանությունը, այլ նաեւ սահմանադրությունից բխող օրենքները շատ հստակ արգելում են որևէ միջամտություն եկեղեցու գործերի մեջ։ Դա ուղղակի կոպտորեն խախտվում է անձամբ Փաշինյանի կողմից, ընդ որում շատ կեղտոտ, ստորագույն, հայոհախառն ինչ-որ հայտարարություններով, որոնք ընդհանրապես ամոթալի են այն առումով, որ երկրի ղեկավարը չի կարող իջնել այդ մակարդակի, իր քիթը կոխել, չգիտեմ, մասնավոր կյանքը, տարբեր մարդկանց, անկողինները եւ դա հայտարարել որպես, չգիտեմ, ղեկավարի գլխավոր նպատակներից մեկը։ Բայց այս ամենը հասկանալու համար ես կառաջարկեի մի քիչ ավելի լավ փորձենք հասկանալ, թե ինչն է խնդրեմը, որ Փաշինյանը այս ամեն ինչը սկսել է անել։ Որովհետև ինքն էլ է հասկանում, որ սա իրան ռեյտինգ չի բերում, սա իրան ոչ մի, ինչ ասեմ, դիվիդենդ չի բերում եւ ոչինչով չի բարելավում իր ընկալումը ժողովրդի կողմից։ Հակառակը, սա ամբողջ ժողովրդին ցուցադրում է, որ երկիրը ղեկավարում է մի հատ, ինչ ասեմ, պրիմիտիվ, մի հատ մանիակալ ստորության մակարդակի իջած մարդ։ Ես դες բացատրեմ ինչ է տեղի ունենում։ Բանն այն է, որ մոտենում են 2026 թվականի ընտրությունները եւ Փաշինյանը ցախողելով իր կառավարման ամբողջ ժամանակաշրջանը, իսկ ցախողումները ակնհայտ են։ Ես նկատի ունեմ Արցախի կորուստը, ես նկատի ունեմ մեր արդեն միջազգայինորեն ճանաչված տարածքի կորուստը, 5000 մարդկանց կորուստը, ընդհանրապես Հայաստանի թուլացումը, որպես այս աշխարհական խաղի մեջ գործոն, տնտեսական անհաջողությունները, հարկային այս ծանր բեռը, որ ինքը դրել է ժողովրդի վրա եւ խեղդում է բիզնեսը եւ այլն եւ այլն եւ այլն, այս ամեն ինչի ձախողումը, իր բազմաթիվ խոստումների չկատարումը եւ այլն ստեղծում է մի իրավիճակ, երբ գալով ընտրություններին ինքը տեսնում է, որ որևէ լավ բան չունի զեկուցելու ժողովրդին։ Ինքը պետք է հիմա իրան ընտրի մի առաքելություն, որով փորձելու է
մոբիլիզացնել իր էլեկտորատը, բ. արդարացնել իր ընտրությունը 26-ի ընտրություններում։ Այդպիսի առաքելություն նա արդեն գտել է, եւ ասեմ ձեզ, դա բավականին լուրջ հաշվարկված խաղ է։ Դա որն է։ Ինքը հասկանալով, որ իր, ասենք, Ռուսաստանի հետ էս հարաբերությունների խզման եւ արևմուտքի վրա ապավինելու դոկտրինը, ասեմ, թե մոտեցումը ընդհանրապես ձախողվել է, որտեղ ինքը արևմուտքի չստացավ որևէ լուրջ աջակցություն, ոչ ֆինանսական ձևով, հիշում եք, մեզ խոստանում էին 2.6 միլիարդ եվրո, չգիտեմ ինչ բան, այդ ամեն ինչը գոյություն չունի ոչ միայն ռազմական օգնություն, այլ գոյություն չունի նաև որևէ լուրջ երաշխիք կամ միջամտություն Ադրբեջանին զսպելու առումով։ Հետևաբար, լրիվ ձախողելով այս քաղաքականությունը, նա հիմա գտել է վերջին հանգրվանը, դա այն է, որ նա պետք է գնա եւ Թուրքիայի հետ պայմանավորվի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ պայմանավորվի արդեն ուղիղ բանակցություններում խաղաղության հաստատման մասին։ Հիմա գիտեք ինչ, այդ ամեն ինչը շատ լավ կլիներ, եթե մենք չհասկանայինք, թե ինչ գին նա պետք է վճարի։ Առայժմ մենք տեսնում ենք մի process, նախ այդ խաղաղությունը չի գալիս։ Այսինքն մենք տեսնում ենք զիջումներ, զիջման հետևից, պատրաստակամություն ամեն ինչ ենթարկվել Ադրբեջանի դիկտատին, Թուրքիայի դիկտատին, եւ ինքը այդ զիջումները անում է Տավուշյան, այդ 3 գյուղի զիջումը, այսպես կոչված հատվածային սահմանազատումը, որը չգիտես ինչու այդ սահմանազատումից հետո կանգնեց, արդեն այն ինչ որ մենք պիտի ստանայինք, չստացանք։ Զիջումները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, որը ինքը բոլորը ընդունեց, բայց խաղաղության տեքստը այդպես էլ չստորագրվեց, եղան սրումներ։ Պարզաբան, ներողություն, Թուրքիայի հետ փորձում է ձեռք բերել պայմանավորվածություն, նաև Ադրբեջանի հետ, եւ այդ գինը լինելու է դենացիֆիկացիան։ Գինը ավելի ծանր է լինելու, քան դենացիֆիկացիան։ Դենացիֆիկացիան ինքը նպատակ է հետապնդում։ Գինը լինելու է այն, որ մենք դառնալու ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի վասալը։ Նրանք թելադրելու են մեզ բազմաթիվ փոփոխություններ մեր կյանքում, նրանք թելադրելու են 300,000 ադրբեջանցիների վերադարձը, երկիրը ընդհանրապես պիտի բացվի իրանց առաջ, նրանք որևէ միգրացիոն վերահսկողություն մենք չենք ունենալու, լինելու է մի sense ասեմ ներխուժում, որի իմաստը լինելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար փոփոխել դեմոգրաֆիան Հայաստանի, ստեղծելով, ասենք, իրենց համար, ադրբեջանցիների համար շատ նպաստավոր պայմաններ, օրինակ կառուցելու մզկիթներ, օրինակի համար հայտարարելու ադրբեջաներենը պետական լեզուներից մեկը եւ բնականաբար նաև իրենք ունենալու են հնարավորություններ շատ արագ փոխել սկզբից Զանգեզուրում, այսպես ասած դեմոգրաֆիական պարոն Զուրաբյան, անհնար է այդ ամենը լսելը, բայց չեմ կարծում շատ ծանր է դա լսելը, այո, բայց չի նշանակում, որ չեմ հավատում, որ այդ ամենը իրականություն կդառնա եւ այդ ճանապարհին ուզում է վերջին խոչընդոտը վերացնել։ Հիմա ես այդ դրան եմ գալիս, այսինքն ինքը արդեն անձնատուր է եղել, ինքը գիտի, որ ադրբեջանական եւ թուրքական աջակցությամբ նա կպահպանի իր իշխանությունը, ինչ գինել որ Հայաստանը դրա համար վճարի, լինի դա Զանգեզուրյան միջանցքի, այսպես ասած տրամադրումը, լինի դա դեմոգրաֆիայի փոփոխությունը, լինի դա ընդհանրապես հայկական պետականության բնույթի փոփոխությունը եւ ենթարկեցումը լրիվ թուրքա-ադրբեջանական ծրագրերին, դա ըստ էության ինքնիշխանության կորուստի ծրագիր է։ Բայց երբ որ դու գնում ես նման քայլի, դու պիտի կարողանաս գտնել մի գաղափարախոսություն կամ մի առաքելություն, որով կբացատրես, որ իրականում դու ոչ թե ինքնիշխանության կորուստի ես գնում, դու գնում ես ինքնիշխանության պաշտպանությանը։
Դու գնում ես անկախության պաշտպանությանը։ Այդ միակ ձևը դա այն է, որ դու պետք է հայտարարես, որ Ռուսաստանը չարիք է, որ Ռուսաստանը ոչ թե ինչ որ չափով ապահովում է զսպման մեխանիզմներ այդ ադրբեջանիզացիային, դու պետք է հայտարարես, որ ամեն ինչ մինչև հիմա ինչ եղել է, դա չի եղել անկախություն, այսինքն 91 թվին մենք անկախություն չենք ստացել, Ղարաբաղյան շարժումը դա մեր շարժումը չի եղել, դա թելադրված է եղել ռուսական կայսրության կողմից, եւ այ հիմա մերժելով Ռուսաստանին, դուրս հանելով զինվորականների, այդ ռուսական զինվորականների բազան, եւ ինտեգրվելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, մենք վերջապես ձեռք կբերենք իրական անկախություն կամ իրական Հայաստան կկառուցենք։ Սա ամբողջ բանն է, ամբողջ ծրագիրն է եւ առաքելությունն է, որը ինքը պետք է հիմա պարտադրի հայ ժողովրդին։ Բայց հասկանալի է, չէ՞ որ դա մեծ դիմադրություն է ունենալու եւ այդ դիմադրության հարցում կա երկու խնդիր։ Մեկը, այսինքն երկու մեծ գործոն կա, որոնք դրան կարող են այդ հարամիտ ծրագրի իրականացմանը խանգարեն։ Մեկը հայ առաքելական եկեղեցին է, որը այնուամենայնիվ բնականաբար կընդդիմանա նման ծրագրի իրականացմանը եւ Նիկոլ Փաշինյանի ջանքերը պետք է առաջին հերթին ուղղված լինեն այդ կառույցի քայքայմանը, ջարդմանը, նրա հեղինակության ոչնչացմանը, որպեսզի հայ առաքելական եկեղեցին չկարողանա որևէ կերպ դիմադրի այդ պլաններին։ Երկրորդ խնդրը Նիկոլի համար, ինչ ուզում եք ասեք, այդ նարատիվի համար, հա, այդ իրանց խոսքերն են օգտագործում, իրանք շատ են սիրում նարատիվ, խոսույթ, բան, այսպես։ Դե միշտ չէ որ հասկանում են ինչի մասին են խոսում։ Հա, կարևոր չէ, իրանք դա անունը դնում են նարատիվ։ Այդ նարատիվի համար, այդ որ ես նկարագրեցի, որ մինչև հիմա եղել է KGB-ի պլան, Ռուսաստանի պլան, այս անկախությունը ոչ մի արժեք չի ունեցել եւ այլն, այս նարատիվի գլխավոր սենց ասեմ, իրանց համար խոչընդոտը, որը ջարդում է այդ նարատիվը, դա ինչ ուզում եք ասեք, առաջին նախագահի եւ իր թիմի բանն է, անցած ուղին է, որովհետեւ ինչքան ուզում են փորձեն պատմությունը աղավաղել, բայց պատմությունը ասում է հետեւյալը 1988 թվականին սկսվել է հայոց համազգային շարժման այդ ամբողջ քաղաքական գործընթացը, սկսվել է Ղարաբաղյան շարժումը, սկսվել է անկախության շարժումը 1991 թվին այդ շարժումը հաջողությամբ իրականացրել է Հայաստանի անկախացման գործը, որից հետո նաև հաջողությամբ ազատագրել է Ղարաբաղը, այս ամեն ինչը պետք է վարկաբեկել, որտեղ այս ամեն ինչը խանգարում է ներմուծվող նարատիվին։ Դրա համար եթե դուք նկատել եք, թիրախում նաև եւ հատկապես դա համար հիմնական թիրախը այսօր դարձրել են հայ ազգային, հայ առաքելական Սուրբ եկեղեցին մի կողմից եւ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը այդ 90-ականների 88-ից սկսած այդ 90-ականների սկսած այդ բաններ, այդ անկախության եւ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակի այդ ամբողջ ընթացքը, դա ամեն ինչը պետք է վարկաբեկվի։ Այսինքն քանի դեռ Տեր-Պետրոսյանը կանգնած է որպես հաղթանակի եւ անկախության խորհրդանիշ, Նիկոլ Փաշինյանը չի կարողանա իրականացնել իր առաջ դրված այդ նարատիվը ինչ որ հաջողության բերելու գործը։ Հետևաբար այսօր այս երկու թիրախները ընտրվել են որպես ամենակարևոր եւ եթե դուք նկատել եք ամբողջ նիկոլական ռոպագանդան հիմա զբաղված է դրանով, բացատրելով որ Տեր-Պետրոսյանը KGB-ի գործակալ է եղել, այդ ինքը Նիկոլը է գրել դրա մասին։ Դե չկրկնենք պարոն Զուրաբյան այդ թեզերը։ Չէ, ասեմ ձեզ, որ անգամ այդ հայրենասիրական մոդելը, այդ անկախության մոդելը, որ մինչև հիմա եղել է մեր գլուխներում, դա ներմուծված է, ներդրված է կայսրության կողմից, նկատի ունեն ռուսական
կայացրությունը, օրինակ համար ցեղասպանության ընկալման մեր մոդելը նույնպես ներմուծված է։ Հանրային հիշողությունը, հանրային ընկալումները դեֆորմացնելու շատ կեղտոտ քաղաքականություն։ Այդ առումով ասում եմ քաղաքականություն։ ձեզ, հիմա գլխավոր նպատակն է դրված մեր ամենալուրջ սուրբ արժեքները եւ հաղթանակները հավասարացնելու զրոյի հետ, վարկաբեկելու, դրանը դնելու, չգիտեմ, KGB-ի, FSB-ի, Պուտինի, չգիտեմ ինչ կողմից իրականացվող կամ միջև Պուտինը, չգիտեմ, ում կողմից արդեն կարող է Ելցինն էլ այդ վերագրեն կամ KGB-ին վերագրեն եւ այլն։ Այս բանն է դրված։ Այս նարատիվը ու ասեմ ձեզ ինչն է այստեղ նաեւ կարեւոր։ Ինչն է նաեւ այս իրանց համար շատ կարեւոր է ամեն ինչը վերագրել Ռուսաստանին, որովհետեւ եթե դու ռեպրեսիաներ ես անում լայնամասշտաբ, մարդկանց բանտեր ես դնում, չգիտեմ, նրանց դեմ ամեն տեսակի բռնություններ, ապօրինություններ, սահմանադրության խախտումներ, եկեղեցու դեմ եւ այլն, այս ամեն ինչը չի կարող, չէ, այտենց աննկատ անցնի, այսինքն դա պետք է ժողովրդավարական միջազգային հանրության, նաև մեր ներսում հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կողմից արժանանա շատ բացասական արդյունքի եւ բացասական վերաբերմունքի եւ ընդվզման այս ամեն ինչի դեմ։ Հետեւաբար պետք է այս ամեն ինչին տալ ինչ որ արդարացման մի հատ կարևորագույն մի հատ էլեմենտ տալ, որով ամեն ինչ կարելի է արդարացնել։ Թշնամին Ռուսաստանն է եւ բոլոր են քանի որ սա հիբրիդային պատերազմ է, քանի որ այստեղ աշխարհակաղակական պատերազմ է գնում ժողովրդավարական արևմուտքի եւ տոտալիտար կամ չգիտեմ ավտորիտար Ռուսաստանի միջև, ուրեմն բոլոր միջոցները արդարացված են։ Ու հանուն այսպես կոչված դեմոկրատիայի, հանուն արևմուտքի հետ մերձեցմանը, որը իրականում իրական նպատակը չի, նպատակը ասացի ինչն է, Թուրքիայի ու Ադրբեջանի վասալ դառնալը։ Ու մենակ դա է իրագործելի։ Հանուն այդ ժողովրդավարությանը կարելի է գնալ հենց ժողովրդավարության, հենց մարդու իրավունքների նորմերի ցանկացած խախտման։ Պարոն Զուրաբյան, Նիկոլ Փաշինյանը ըստ երևույթին պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին։ Եվ դուք վերջերս անդրադարձել եք իրեն հայտարարությանը, թե առաջարկում է այսպես կոչված կոնսենսուս հանրային այլևս չհայհոյելու, ի պատասխան դուք արձագանքել եք, որ հրադադար չի լինելու, եւ որ այդ առաջարկը արդեն խոսում է Փաշինյանի պարտության մասին։ Պարոն Զուրաբյան, եթե սա պատերազմ է, եւ մենք խոսում ենք հրադադար լինել չլինելու մասին, այդուհանդերձ նախահարձակ լինողն է Փաշինյանը, ռեսուրսներ ունեցողներն է Փաշինյանը եւ մարտավարություն թելադրողներն է Փաշինյանը։ Եվ երբ որ դուք ասում եք, որ հրադադարի խնդրանքը արդեն իր պարտությունն է, մենք մի պայմաններում ենք ապրում, որ ունենք լուրջ էկզիստենցիալ մարտահրավերներ, որոնց մասին դուք խոսեցիք, ակնարկեցիք այդ մասին։ Մենք ունենք Արցախի կորուստ, Հայաստանի օկուպացված տարածքներ, հազարավոր գաղթականներ, որոնց կարիքները այդպես էլ լուրջ ձևով չհոգացին, նոր մարտահրավերներ, աշխարհակաղակական վայրիվերումներ։ Ու այս պայմաններում ամբողջ քաղաքական դաշտի խոսույթը հայհոյել չհայհոյելու մասին է, ու սա արդեն Փաշինյանի հաղթանակն է։ Նախ ես նկատի ունեի տակտիկական պարտություն, որովհետև ինքը ինչ էր անում, ինքը փորձեց այդ հայոխառն իր բանով, ագրեսիայով վարկաբեկել բոլոր քաղաքական օպոնենտներին, վարկաբեկել եկեղեցին եւ հիմա հրադադար է ուզում։ Ինչու՞։ Որովհետև ինքը տեսավ, որ դա չաշխատեց իր ուզած ձևով, հակառակը բերեց ժողովրդի մեջ կուտակվող հակակրանքի, ատելության եւ հենց այդ էր պատճառը, որ ինքը առաջարկեց եկեք հրադադար անենք։ Հիմա եթե լուրջ վերլուծենք այդ խնդիրը, հրադադարը ինքը պետք է անի, որովհետև օրինակի համար մեր կողմից երբեք չի եղել հայախառն բանի այտենց պլինդուսից ներքև, գոտկատեղից ներքև բառապաշարի օգտագործում։ Երբեք չի եղել։ Մենք միշտ քննադատել ենք գրական հայերենով
եւ ծանր քննադատություն է, անգամ կարող են վիրավորվեն այդ քննադատությունից, բայց հատկապես ազգակործան պատուհասից են կարծեք վիրավորված։ Կարող են ազգադավիցել, վիրավորվեն, կարող են սրբապիքսից վիրավորվեն, Տեր-Պետրոսյանը նաև այդպեսի որակումներ է տվել իրենց, հասկանալի է, բայց դա գրական հայերենով ասված քննադատություն է, ընդ որում ըստ երևույթին շատ adekvat քննադատություն է, համենայնպես դա նրա կողմից օգտագործված դոգաբերան, շնաբերան, անունը չգիտեմ ինչ տնենք, բաներ չի, հայոյախոսություններ չի, որը ընդհանրապես խայտառակում է մեր երկիրը այն աստիճանի, որ ասենք, երբ որ արևմտյան թերթերը գրում են, որ նա առաջարկել է 301 թվականին քրիստոնեություն առաջին ընդունած Հայաստանի հայ առաքելական եկեղեցու առաջնորդին ցույց տալ իր առնաթամը, եւ դա գնում է վերնագիր է դառնում բոլոր բանում թերթերում, չգիտեմ, նորություններում եւ այլն, մենք երևի պետք է մտածենք, որ այս մարդը մեզ մի քիչ այնուամենայնիվ խայտառակում է ամբողջ աշխարհի առաջ, որովհետեւ իսկ դրա կարիքը կար նման արտահայտություններ անել։ Հասկանում եք, այս մարդը ընդամենը հանձում է այն, ինչ որ ինքը ներդրել է, ասենք ինքն է այդ բանը, այդ հայախառն բանը սկսել, դիսկուրսը սկսել, հիմա ստացավ դրա արդյունքը, բազմապատկված, հասկանում եք, հիմա էլ ասում է, դե ես չէի հայհոյի, բայց բանա, քանի որ իմ ընտանիքի վրա են հարձակվում, բայց քո ընտանիքն էլ է զբաղված դրանով, հարձակվում են դրա համար, մենք չենք հարձակվում իդեպ, բայց հարձակվում են սովորական մարդիկ, այո, բացահայտ հայհոյում են, ատելության մի հատ մթնոլորտ է ձևավորվել, նաև ընտանիքի նկատմամբ, որովհետև ընտանիքն է նույն հայախառն բաների մեջ մտնում։ Եվ ընտանիքը զբաղվում է քաղաքականությամբ։ Չէ՞, թե քաղաքականությամբ թող զբաղվի, այդտեղ ես շատ մեծ խնդրեմ չեմ տեսնում, չնայած միգուցե լավ կլիներ, որ դա ընտանիքը չաներ, բավարար է, որ դա անի, ասենք, ինքը վարչապետը, բայց խնդիրը դրա մեջ չի։ Երբ որ իր ընտանիքը, երբ որ իր կինը անձամբ մտնում է եւ օգտագործում է հայոյախառն հայտարարություններ, ինչ է զարմանում, որ հասարակությունը հարյուրապատիկ վերադարձնում է նրան իր բառապաշարը։ Պարոն Զուրաբյան, իմ հարցը հատկապես եւ ասենք հրադադարի առումով, օրինակ եթե մեր այդ խոսքը, մենք չենք էլ մտել այդ բանի մեջ։ Մենք գիտենք ոնց է պետք հարվածել շատ ավելի ուժեղ քաղաքական հարվածներ հասցնել առանց դիմելու հայհոյանքի։ Հասցնում ենք, այսինքն եթե հրադադար պետք է վերցնի ինքը, ընդ որում միակողմանի հրադադար։ Դրանով ինքը չի փրկի իր արդեն խորտակված հեղինակությունը եւ վարկանիշը, բայց գոնե կնպաստի երկրում մի քիչ իրավիճակի կայունացմանը եւ այս մթնոլորտի մեղմմանը։ Պարոն Զուրաբյան, իմ հարցը նրա մասին էր, որ այս էլ քանի տարի է ընդդիմադիր գործիչները արձագանքողի, պատասխանողի դերում են եւ ոչ ամենևին մարտավարություն թելադրող։ Ես կարծում եմ, որ հենց դա հաջողվի փոխել, մենք քաղաքական լուրջ փոփոխություններ կունենանք։ Դուք պարբերաբար ժամանակ առ ժամանակ ախտորոշումներ եք ներկայացնում Փաշինյանի համար։ Հիստերիկ խանգարմանը ավելացրիք էքսիբիցիոնիզմը, հա։ Բայց պարոն Զուրաբյան, համաձայն եք, որ անընդհատ առաջարկում է ցույց տալ, չգիտեմ, ինչ որ մարդկանց, դա էքսիբիցիոնիզմ է համարվում ընդհանրապես բանում, բժշկական Հա, չեք վրիպել, ախտորոշումը ճիշտ եք տալիս, բայց համաձայն եք, որ ոչ թե պիտի ավելի շատ ախտորոշումներ հնչեին ձեր կողմից, այլ իրավապահ համակարգը պիտի հստակ գնահատականներ տար եւ դրանք պիտի ունենային հետևանքներ, որովհետեւ դուք ձեր խոսքի սկզբում էլ ներկայացրիք, որ Փաշինյանը իրականում լուրջ քրեական պատասխանատվություն ենթադրող
սխալներ է գործում, պիտի պատժվի։ Հետևաբար իրավապահ համակարգը պիտի արձագանքեր դրան ըստ պատշաճի։ Մինչդեռ իրավապահ համակարգը դարձել է գործիք Փաշինյանի ձեռքին եւ իրենք չեն էլ թաքցնում դա SMS-ների պատմությունը հիշում ենք նաեւ այն, որ վերջերս հայտարարեց, որ ազգային անվտանգության ծառայությունը ինֆորմացիա է տալիս իրեն հոգեվորականների անձնական կյանքի մասին, ինչը ինքը օգտագործում է քաղաքական նպատակահարմարությամբ, ինչը անթույլատրել է եւ լիազորությունների չարաշահում, կա մեկը երկուսակցությունից Վահագն Ալեքսանյան անուն ազգանունով, որը Միքայել Սրբազանին դեռ չկալանավորած, կալանքի միջնորդությունը դեռ չէր քննվել, արդեն գրառում էր արել, որ Միքայել Սրբազանը կկալանավորվի, հետո ճնշումը երևի ազդեց, խմբագրեց իր գրառում, այսինքն այս մարդիկ այնքան փնթի են աշխատում, արդեն չեն էլ թաքցնում, որ իրենք հստակ քաղաքական հրահանգներ են տալիս իրավապահ համակարգին։ Մենք խոսում ենք իր ախտորոշումների մասին, բայց դա մեծ հաշվով ոչինչ չի փոխում քաղաքական դաշտում եւ մեր կյանքում առավելապես։ Հա, նախ ես ուրախ եմ նաեւ այն կապակցությամբ, որ արևմտյան գրանտեր ստացող ՀԿ-ները անգամ չեն այդ կուտը չեն ուտում բանի Նիկոլ Փաշինյանի այդ կոնցեպտի, այսինքն քննադատում են, օրինակի համար եղավ քննադատություն կապված հենց դրա հետ, որ ոչ մի օրենք թույլ չի տալիս վարչապետին օգտվել օպերատիվ ինֆորմացիայով, որը վերաբերում է, ասենք, չգիտեմ, կուսակրոնությունը կատարելու կամ չկատարելու այդ բանի եկեղեցականների վարքի ուսումնասիրությանը, հասկանում եք։ Ի վերջո այդ մարդիկ ունեն իրավունք ունենալու անձնական կյանք։ Դա սահմանադրական իրավունք է։ Հիմա եթե եկեղեցու կանոնները խախտվում են, այդ արդեն եկեղեցու գործն է, դրա մեջ միջամտելու իրավունք չունի, եւ կա այս երևույթը, որ հիմա տեսնում ենք, որ այնուամենայնիվ ոմանք, որոշ հասարակական կազմակերպություններ բարձունքի վրա են, նրանք տեսնում են, արձանագրում են սահմանադրության խախտումները, օրենքների խախտումները, այս հակաիրավական ռեպրեսիաները, այս լավ է եւ շատ կարեւոր է, որովհետեւ գիտեք, այո, արձանագրվում է ոչ միայն այն, որ Փաշինյանն է խախտում օրենքները, արձանագրվում է նաեւ, որ այդ օրենքները խախտում է դատախազությունը, այդ օրենքները խախտում են այն մարմինները, որոնք կոչված են, ունեն սահմանադրական առաքելություն թույլ չտալու նման խախտումներ, թույլ չտալու նման հանցագործություններ, ես կասեմ, ես դա համարում եմ հանցագործություն, եւ այդ հանցագործությունների մեջ հիմա կամաց ներքաշվում է մեր իրավապահ համակարգը։ Այս մարդիկ պատասխան տան ու տալու են այդ պատասխանը։ Եթե իրանց թվում է, որ իրենք կարող են օգտվելով նրանից, որ Նիկոլ Փաշինյանը այսօր իշխանության գլուխ է, իրենք կարող են անպատժելիորեն խախտել մեր երկրի օրենքները, իրենք չարաչար սխալվում են։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այդքան էլ երկար կյանք չունի եւ իրանք բավականին շուտով պատասխան են տալու նաեւ այդ իրենց արարքների համար։ Ինչ վերաբերվում է դե շուտովի վերաբերյալ նաեւ մենք դե հասկանանք հետեւյալը, ինչ վերաբերվում է քաղաքական դաշտի արձագանքին, դուք շատ շուտով կտեսնեք այդ արձագանքը եւ շատ շուտով կտեսնեք, թե ընդ որում ասեմ մի բան էլ, Նիկոլ Փաշինյանը իր այս գործողություններով արագացրեց կոնսոլիդացիոն միտումները հանդիմադիր դաշտում, արագացրեց շատ քաղաքական ուժեր, որոնք մտածում էին, որ դե հələ դեռ ընտրությունները եսիմ երբ են լինելու, հələ դեռ ժամանակ ունենք դիրքավորվելու, մտածելու, ստրատեգիաներ կառուցելու եւ այլն, Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով արագացնում է այս գործընթացը, որտեղ մարդիկ հասկանում են, որ ոչ, ժամանակ չի մնացել, իրականում չկա տենց բան, որ կարող է սպասել, չես կարող սպասել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ունի ծրագիր, որը հենց հիմա իրականացնում է եւ այդ ծրագրի դեմը չառնելը վաղը ունենալու է ծանրագույն հետևանքներ Հայաստանի ժողովրդավարության համար, Հայաստանի ժողովրդագրության համար, նկատի ունեմ հնարավոր դեմոգրաֆիկ պատկերը, էթնիկ փոփոխությունները, ադրբեջանցիների, այսպես ասած,
ներմուծումը Հայաստան եւ նրանց համար ինչ որ ավելի նպաստավոր պայմանների ստեղծումը, որը ամեն ինչ արվելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի բանի այդ ազդեցության տակ։ Հիմա նայեք, այս ամեն ինչ կտենակ, շատ շուտով կտեսնեք, որովհետեւ ասում եմ կոնսոլիդացիա տեսնելու ենք։ Ոչ միայն տեսնելու եք, դուք ասում եմ Փաշինյանը ամեն գործողություն հակագործողություն է, չէ՞ առաջացնում, ռեակցիա է գալիս։ Այս Փաշինյանի գործողությունները նպաստում են ավելի արագ արձագանքմանը եւ ավելի արագ միաբանմանը։ Շատ շուտով, կարծում եմ, շատ շուտով դուք կտեսնեք դրա արդյունքները։ Ձեզ կտեսնենք խաղի մեջ, պարոն Զուրաբյան, հակին ամբողջ ռեսուրսով եւ մենք խաղի մեջ ենք, եթե դա կարելի է խաղ անվանել։ Քաղաքական խաղ։ Հա, դե մի քիչ գիտեք խաղ բառը ինքը մի քիչ անլրջացնում է բանի իրավիճակի բարդության ընկալումը, որտեղ սա արդեն խաղ չի։ Ես շատ կուզեի որ կենաց մահու հարց է մի ամբողջ ազգի համար, մի ամբողջ պետականության համար, մի ամբողջ ինքնության համար։ Սրանք խաղ անվանել այլևս չի կարելի։ Ընդդիմության գործելավոճը հակառակի մասին չի վկայում, որ մենք գործ ունենք էգզիստենցիալ մարտահրավերների հետ, որ Փաշինյանը ոչ թե ուղղակի քաղաքական հակառակորդ է, այլ էգզիստենցիալ թշնամի։ Հակառակը դուք տեսնում եք։ Չէ, բանով զուտ բառամթերքի առումով կամ հայտարարությունների առումով այդ ամեն ինչը ասվում է։ Բա գործողություններով ուրիշ բան գործողությունների հարցը մենք էլ պետք է հասկանանք, որ այս բանը գիտակցումը կա, որը նաև նպաստում է բանի կոնսոլիդացիային։ Գիտակցումը կա, որ այսօր չկա այդպիսի քաղաքական ուժեր, անհատներ, որոնք միայնակ կարող են ինչ-որ բան անել։ Ընդհանրապես ես ասեմ, այս բանը շատ կարևոր է կոտրել այն իմ կարծիքով մի քիչ կեղծ մտայնությունը, թե իբր ամեն ինչ կախված է մի խարիզմատիկ անձից, որը չկա, բայց որ լիներ, ինքը կարողանար միավորեր եւ այլն, այս մի հատ sense բանա դոգմա է, որ sense շտամպովկա են արել մեր քաղաքական գիտակցության մեջ, որը իմ կարծիքով որևէ կապ չունի իրողության հետ։ Նախ իրավիճակներն են լինում, երբ որ այո, չի լինում մի հատ անվիճելի խարիզմատիկ ֆիգուր, որի շուրջ, ասենք, հնարավոր է միավորվել, բայց դա չի նշանակում, որ բանը այդ քաղաքականությունը պետք է մեռնի եւ այլևս որևէ լուծումներ չառաջարկվեն։ Մենք ունենք այդ բանը փորձը, որ հայ ժողովուրդը ունի այդ փորձը։ Կոմիտեի քաղաքական շարժման, համազգային շարժման կառավարման կոմիտեի մոդելը, երբ որ կար կոլեկտիվ առաջնորդ եւ պարզ չէր այդ 11 հոգուց ով է հետագայում դառնալու լիդերը կամ երկրի ղեկավարը եւ այլն, բայց մարդկանց համար այդ 11 հոգանոց խումբը այնպիսի անհերքելի հեղինակություն, որ այդ ժամանակաշրջանում, եթե դուք կարող չեք հիշի, բարձա, դեռ ծնված չեք եղել, 88-ից մինչև 90 թվականը Հայաստանում ըստ էության երկիշխանություն էր, այսինքն կար մի հատ հեղինակությունը լրիվ կորցրած կոմունիստական իշխանություն եւ կար Ղարաբաղ կոմիտեի իշխանություն եւ հայտնի չէր, որ մեկն էր ավելի ուժեղ իր բանը գործադիր իշխանությունը, գործող իշխանությունը, թե այն իշխանությունը, որ ոչ մի լծակ, բացի հոգևոր ազդեցությունից, չուներ։ Պարոն Զուրաբյան, երբ դուք ակնարկում եք, որ սպասեք շուտով այդ կոնսոլիդացիան կլինի, կտեսնեք, նմանատիպ ձևաչափով է լինելու այդ կոնսոլիդացիան հավաքական լիդերությամբ։ Դա կարծում եմ համարեք իմ կարծիքը, բայց ես կարծում եմ, որ այս մոդելը արդեն բոլորն էլ ընդունում են, չի կարող լինել, եթե մենք դնենք այդ անպայման ինչ-որ մի լիդերի շուրջ համախմբվելու գաղափարը, դա կազմաքանդելու է ամենակարճ ճանապարհն է կազմաքանդելու, ձախողելու ուղղությամբ, ամենակարճ։
Չէ, պետք է շարժումը պետք է ղեկավարի կոլեկտիվ առաջնորդը, իսկ թե ով, ասենք, հետագայում կստանձնի այդ դերը, ասենք, չգիտեմ, վարչապետի կամ ցուցակում առաջինի կամ եւ այլն, կամ հենց շարժման ղեկավարի դերը, դա պետք է որոշի կյանքը։ Այլ կերպ պայքարը, այսինքն շարժումը պետք է ձևավորվի, շարժումը պետք է ունենա կոլեկտիվ առաջնորդ, շարժումը պետք է մեր ժողովրդին առաջնորդի, եւ դա նշանակելու է մի շատ նոր իրավիճակ, երբ որ 11 մարդ կամ 13 մարդ կամ չգիտեմ այդ քանակը պիտի որոշվի, վայելելով ժողովրդի հեղինակությունը որպես կոլեկտիվ մի ամբողջականություն, նաև ամենօրյա ղեկավարման այդ բանի ընթացքի մեջ են լինելու, նրանք պետք է ընդունեն ստրատեգիական որոշումներ, շարժման կառավարման, այդ քաղաքական պայքարի առումով, պետք է կազմակերպեն հանրահավաքներ, ընդ որում բազմահազարանոց հանրահավաքներ, իրենք պետք է ամեն րոպե որոշումներ ընդունեն, բանակցեն, խոսեն ժողովրդի հետ, այդ ընթացքում բոլորի համար ակնհայտ արդեն կյանքի թելադրանքով ծնվելու են լիդերներ։ Եվ ասում եմ, լիդերի կամ լիդերը պիտի վաղուց ծնված լինի, եղել են, չէ՞ դες դեպքեր, երբ որ ասենք 2007 թվականին Տեր-Պետրոսյանը մտավ քաղաքականության մեջ, անվիճելի կոնսոլիդացիոն մի բայց մինչև այդ հո եղել էր քաղաքականության մեջ, այնպես չէ։ Հա, այդ եմ ասում, ինքը որպես առաջին նախագահ, հաղթանակած նախագահ կայացած ֆիգուր էր, երբ որ ինքը 2007 թվականին վերադարձավ քաղաքականություն, անմիջապես եղավ մեծ կոնսոլիդացիա, 24 կուսակցություն նրա շուրջ միավորվեցին, որովհետև ինքը իրան պետք չէր ծնվել որպես քաղաքական լիդեր, ինքը արդեն քաղաքական լիդեր էր, որի ազդեցությունը ու կշիռը ոչ ոք չէր կարող անտեսել կամ չընդունել։ Հիմա մի հատ իրավիճակ է, որ նման լիդեր մեր դաշտում չկա, որը կարող է հավակնի գլխավոր ալտերնատիվը բանին Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դառնալու հարցին։ Հետևաբար լուծումը սա է։ Շարժումը ստեղծվում է, շարժումը ընթանում է, լինում է շատ հստակ մեխանիզմ կառավարման, իսկ արդեն ընթացքը, արդեն այդ պայքարի ընթացքը ինքը կծանի այն լիդերին, որը կընդունի եւ այդ կոմիտեն, այդ խումբը մարդկանց եւ ժողովուրդը եւ հասարակությունը։ Պարոն Զուրաբյան, շնորհակալ եմ։ Ես ուզում էի հարցնել, այս անելանելի թվացող իրավիճակում դուք ինչ եք պատկերացնում, ինչ պետք է անել, դուք ըստ երևույթին իմ հարցի այդ պատասխանը տվեցիք։ Ձևավորվում է կոլեկտիվ պատասխանատվությամբ շարժում, որը ունի իր հստակ օրակարգը եւ ճանապարհը, ճիշտ եմ հասկանում։ Պլատֆորմը, ճանապարհային քարտեզը շատ կոնկրետ, բաց պետք է ներկայացվի դա ժողովրդին։ Երբ է հետաքրքիր, ներողություն, պարոն Զուրաբյան, ընտրություններից առաջ բնականաբար հակառակ դեպքում իմաստ չի ունենա։ Չէ, ինչքան շուտ ենք լավ։ Այսինքն այնպես չէ, որ սպասելու է 26 թվականին։ Դե սենց ասեմ, մենք չեմ թաքցնի, մենք բանակցությունների մեջ ենք, մենք բավական ու գնալով ինտենսիվանում են այդ բանակցությունները, մենք արդեն որոշակի այսպես կոչված դեդլայններ դրել ենք բոլորս միասին մեր նկատմամբ դեդլայններ ենք դրել, այսինքն վերջնաժամկետներ ենք դրել, որոնք անպայման պետք է կատարվեն։ Եվ վերջում փողոցային պայքար լինելու է։ Չի կարող առանց դրա լինի։ Չի կարող լինի համազգային մեծ քաղաքական շարժում եւ չլինի այդ շարժման գործիքակազմի բոլոր էլեմենտները։ Հանրահավաքներ, երթեր, չգիտեմ, պիկետներ, ակցիաներ տարբեր տեսակի, ամեն ինչը համառությամբ երաշխավորված քաղաքական պայքարի ձևեր են եւ դրանք իհարկե պետք է լինեն։ Այլապես դու ոնց կարող ես հավակնել, որ ինչ որ լուրջ պայքար ես վարում։ Եվ այս զուգակցելով այդ դուք ինչպես ասեք փողոցային պայքար, բայց ես կասեմ ավելի շատ զանգվածների մասնակցությամբ պայքարը զուգակցելով
արդեն ասենք ստվերային կառավարության ձևավորման, լոկալ ռեսուրսների համախմբման եւ ստեղծման եւ պայքարին նախապատրաստության, այդ թվում նաև ընտրական ծրագիր է, չգիտեմ, հազար մի բան է, որ պետք է արվի ընտրություններից առաջ, նպատակը հետևյալը պետք է լինի։ Գիտեք, մարդիկ չպետք է լոտորեա խաղան։ Չպետք է որոշեն այս ուժին ընտրեմ, թե այն ուժին։ Պետք է լինի ձևավորված այլընտրանք, ընդ որում երկրի կառավարումը իր ձեռքը ստանձնելու լիովին պատրաստ համակարգ։ Պետք է այդ ամեն ինչ պետք է մշակած լինի։ Ժողովուրդը պետք է տեսնի, որ շատ լուրջ եւ 1000 անգամ ավելի լուրջ, քան Փաշինյանի այսօրվա, չգիտեմ, ձախողված փսլանքոտ լակոտներով, ինչ է մեզ լակոտ գյադա բառը օգտագործում նաև իրանց մասին, որովհետև իրանք են իջեցրել քաղաքական պայքարը եւ բառապաշարը այդ գյադայական մակարդակի։ Հա, այս խմբակին ի տարբերություն իրենց արդեն լուրջ մի համակարգ է ստեղծվում, որը պատրաստ է կառավարել երկիրը եւ տանել երկիրը արդեն ճիշտ ուղղությամբ։ Սա ժողովուրդը պետք է տեսնի եւ տեսնելու է։ Շնորհակալություն։